Այն հանգամանքը, որ առ այսօր նա դեռ դիվանապետ է, դա լուրջ խնդրահարույց է։ Միանշանակ է, որ Կտրիչ Ներսիսյանը պետք է լքի կաթողիկոսարանը, որովհետև այլ տարբերակ չկա։ Պարզապես այլ լուծում, այլ ելք գոյություն չունի այս ճգշաժամից դուրս գալու։ Եվ այն հանգամանքը, որ կաթողիկոսը կառչել է իր աթոռից, ցույց է տալիս, որ նա չէր մտածում ընդհանրապես եկեղեցու մասին, եկեղեցու համբավի մասին, որովհետև յուրաքանչյուր օր, որ նա մնում է այդ աթոռին, նա վնասում է եկեղեցու համբավին։ Եվ ես հույս ունեմ, որ նոյեմբերին կայանալիք իրենց այդ հավաքի նիստի ժամանակ նաև այլ քահանաներ, եպիսկոպոսներ, հավատավորներ ի վերջո կհանգեցնեն նրան, որ Կտրիչ Ներսիսյանը կլքի այդ պաշտոնը եւ թափես բոլոր հարցերը կլուծվեն։ Եվ այո, եթե նա ուխտադրուժ է, ապա նա ինչպես կարող է օրինակ Տեր Արամին կարգալույծ անել։ Այստեղ իրավական հարց կա։ Եվ այն հանգամանքը, որ իրենք ընկել են Տեր Արամից, բայց մոռացել են Տեր Արշակին, խոսում է նրա մասին, որ իրենք չեն հասկանում որն է պղծություն, որն է ոչ պղծություն։ Այսինքն ծեսեր իրականացնել իրենք որակում են պղծություն,